Ուրեմն տեսեք ինչ հետաքրքիր իրավիճակ ունենք։ Մի քանի օր է ինչ Արման Թաթոյանը հայտարարել է, որ մտնում է քաղաքականություն, հավակնում է վարչապետի պաշտոնին, բայց այլ եւս հետաքրքիր հայտարարություններ իրենց թիմից գալիս են։ Մասնավորապես, որ Նիկոլ Դավաճան ասվածը այլևս օրակարգային չէ, իրենք չեն քննադատելու իշխանություններին, միայն առաջարկելու են։ Երևի մարդկայնորեն նորմալ է, որտեղ նախկին վերադասին բարդ է քննադատել հոգեպես։ Երկրորդը, Սերժ Սարգսյանը Արման Թաթոյանը հայտարարում է, որ նախկին նախագահների հետ կապված ուժերի հետ դաշինք չեն կազմելու։ Պատկերացնեք մի իրավիճակ, հրաշքով Արման Թաթոյանի կուսակցությունը մտնում է խորհրդարան եւ հետընտրական փուլում իրենից է կախված լինում, թե Նիկոլ Փաշինյանը գահընկեց արվում է, թե ոչ։ Հիմա դատելով այս հայտարարությունից մենք կարող ենք եզրակացություն անել, որ իրենք ավելի շուտ կմիանան Նիկոլ Փաշինյանին, քան այլ քաղաքական ուժերին։ Եթե դա այդպես է, ապա իր քաղաքական հայտից պետք է վախենան ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Արամ Զավենի Սարգսյանը, որտեղ ըստ ամենայնի Թաթոյանը հավակնում է Զավենիչի փոխարեն դառնալ Փաշինյանի կոալիցիոն գործընկերը։